Ժողովուրդ օրաթերթը գրում է, օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի Հանրապետության կրթության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում։ Բանն այն է, որ իշխանության ներսում, հատկապես կառավարությունում եւ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում դժգոհ են այն փաստից, որ Անդրեասյանի ընկերուհին մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրփուհի Գևորգյանը պատասխանատվության ենթարկվեց կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված լինելու համար, մինչդեռ Անդրեասյանը կարողացավ խուսափել որևէ իրավական հետևանքից։ Այն պարագայում, երբ համալսարանում կատարվող բոլոր իրադարձություններից քաջատեղյակ է մշտապես։ Ըստ մեր աղբյուրների, այս հարցը բավականին երկար ժամանակ է քննարկվում է իշխանության տարբեր մակարդակներում եւ նույնիսկ ձևավորվել է դիրքորոշում, որ Անդրեասյանի վարքագիծը պետք է քննվի ինչպես ՔՊ վարչությունում, այնպես էլ կուսակցության նախաձեռնող նիստերի ժամանակ։ Այս քննարկումների ընթացքում նախարարից պետք է հարցնեն, թե որպես համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ինչ 50 միլիոն դրամ է հաստատել ռեկտորի առաջարկությամբ, որը տեղ չի հասել, այլ փոխառության է տրվել անհայտ ընկերության ու այդ փոխառությունից համալսարանը ոչ մի ֆինանսական աջակցություն չի ստացել։ Ավելին, մեր աղբյուրները նշում են, որ ՔՊ խմբակցության նեղ շրջապատում քննարկվել է, որ Ժաննա Անդրեասյանը պետք է հրաժարական տա եւ հեռանա այդ խայտառակությունից հետո, իսկ նախարար պետք է նշանակվի ազգային ժողովի ՔՊ խմբակցության падգամավոր, ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։ Հրապարակ օրաթերթը գրում է, օհանավանցիներից մեկը պատմեց, որ կիրակի օրը Ստեփան Ասատրյանը Տեր Արամը Հովանավանքում կրկին պատարակ է մատուցել, սակայն ինքն իր համար դատարկ վանքում։ Նախորդ երկու շաբաթներին Փաշինյանի վարչական ռեսուրսի շնորհիվ մի քանի 100 մարդ էր մասնակցում, այս շաբաթ այդքանն էլ չի եղել։ Օհանավանի վարչական ղեկավար Էդգար Հայրապետյանը մեզ ասաց, որ ինքը չի մասնակցել պատարակին եւ տեղյակ չէ, թե քանի մարդ է մասնակցել։ Իսկ ինչ կարծիք եք Ասատրյանի մասին։ Ճիշտ է անում, որ իր տեղը չի զիջում օրինական քահանաներին։ Անկեղծ ասած, ես դուրս եմ այդ թեմաներից։ Եկեք իմ կարծիքը ես չասեմ, նա համայնքում ընդունված հոգևորական է։ Մնացածը ոչ մի բան չգիտեմ։ Եթե չհարգեն, նրա պատարակներին չեն գա, եթե գնում են, ուրեմն հարգում են։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, օրաթերթը տեղեկացավ, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 13-ին կանցկացվի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գործով կալանավորված 18 անձանց կալանքի վերաբերյալ դատական նիստը, որը կնախագահի դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Գործը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում, քանի որ բոլոր 18 քաղաքացիներն էլ կալանավորվել են նույն գործի շրջանակում, նույն օրերին եւ քննության բոլոր նրանց վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն միաժամանակ։ Սա ենթադրում է, որ դատարանը կանդրադառնա ազատման կամ կալանքի երկարաձգման բոլոր միջնորդություններին։ Դատական նիստի ընթացքը դիտարկվելու է որպես հավասար մոտեցման եւ արդար դատաքննության փորձաքար, քանի որ պաշտպանական կողմը բազմիցս նշել է գործի նյութերում առկային անհամաչափ կամ չապացուցված մեղադրանքներ, հնարովի ձայնագրություններ, իսկ մեղադրող կողմը պնդում է բոլոր անձիկ ներգրաված են եղել միևնույն գործողությունների շղթայում։ Այս գործը մամուլում հայտի դարձավ որպես Բագրատ Սրբազանի 18 անմեղների պատմություն, քանի որ նրանց հարազատներն ու աջակիցները պնդում են, կալանքը կիրառվել է առանց բավարար հիմքերի։ Նոյեմբերի 13-ի նիստը փաստացի կարող է դառնալ վճռորոշ փուլ հասկանալու, արդյոք դատական համակարգը կգնա համաչափ եւ անկախ որոշումների ճանապարհով։ Փաստ օրաթերթը գրում է, մոտ 1 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից կարող է գազ ներկրել։ Նշենք, որ ներկայումս Հայաստանը գազ ստանում է Ռուսաստանի Դաշնությունից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ դա թույլ է տալիս ամբողջությամբ ապահովել մեր գազասպառումը։ Փաշինյանի այդ ելույթից հետո բազմաթիվ մասնագետներ նշում էին, որ նախ Ադրբեջանն ինքն այս պահին չի կարող անգամ իր վերցրած պատվերները կատարել, ուր մնաց նոր պատվերներ ընդունի։ Բացի այդ, ինչպես նշել էր տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ադրբեջանական գազը եվրոպական շուկայում 2-3 անգամ ավելի թանկ գնով է վաճառվում, քան մենք Ռուսաստանից ենք ձեռք բերում։ Գաղտնիք չէ, Հայաստանը ռուսական գազը ստանում է բացառիկ ցածր գներով, որոնք հասանելի չեն համաշխարհային էներգետիկ շուկայում։ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է երկրորդ տեղը ռուսական գազի մատակարարումների մատչելիության առումով Բելարուսից հետո։ Ընդ որում, ըստ փորձագիտական գնահատականների, Հայաստանը չի գտնում գազամատակարարման այլընտրանքային աղբյուրներ, որոնք կարող են առաջարկել ռուսական գազից ավելի ցածր գին։ Ռուսաստանի գազի ներկայիս գինը Հայաստանի սահմանին կազմում է
$35, 1000 խորանարդ մետրի դիմաց նման գին այսօր պարզապես չկա։ Համաշխարհային շուկայում ավելի պարզ պատկերացնելու համար պարզապես նշենք, որ 2025 թվականի նոյեմբերին եվրոպական գազային շուկայում գինը մոտ $400 է 1000 խորանարդ մետրի համար, այսինքն 2.4 անգամ բարձր, քան այս գինը, որով Հայաստանը գազ է գնում Ռուսաստանից։ Ոլորտի փորձագետները շեշտում են, որ այլընտրանքային մատակարարները օբյեկտիվորեն չեն կարող Հայաստանին առաջարկել ավելի շահառու պայմաններ գնի առումով։ Նրանց համոզմամբ, եթե Հայաստանը հրաժարվի ռուսական գազից, ապա կախման մեջ է լինելու ադրբեջանական գազից։ Իսկ Ադրբեջանն էլ իր հերթին ցանկացած պահի կարող է կտրել գազը, այսինքն գործ ունենք նաև անվտանգային խնդրի հետ։ Այսինքն Հայաստանի աշխարհագրական դիրքը ռուսական գազը դարձնում է երկրի էներգետիկ անվտանգության համար օպտիմալ եւ առավել շահավետ լուծում։ Կրկնենք, Հայաստանի համար գործող գինը միջազգային շուկաների համեմատ էականորեն ցածր է, ինչի պատճառով էլ հաճախ նշվում է, որ Հայաստանը օգտվում է բացառիկ պայմաններից։ Հրապարակ թերթը գրում է, թվում էր, թե Վաշինգտոնում Ադրբեջանը Փաշինյանին քարտ բլանշ տվեց, որ խաղաղության կեղծ կարոզով 2026-ին վերարտադրվի, հետո կատարի իր պահանջները, սակայն ԿՊ-ում խոսում են, որ անգամ Բաքվում են սկսել կասկածել նրա վերընտրվելուն, ուստի ուզում են հնարավորինս շուտ ստանալ իրենց ուզածը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն հայտարարեց, որ 4 անկլավների վերադարձի հարցը իր ուշադրության կենտրոնում է։ Փաշինյանն արձագանքեց, սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արցվաշենը եւ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Իրականում սա Տիգրանաշենը զիջելու անոնս է, որ վտանգ կառաջանա, որ Վայոց ձորն ու Սյունիքը մի օր կարող են կտրել Հայաստանից։ Իսկ Արցվաշենի վերադարձը ոչինչ չի տալու, քանի որ այն հնարավոր չէ բրակեցնել։ Փաշինյանը իհարկե խոսացել էր այդ գործարքն անել 26-ի ընտրություններից հետո, քանի որ հասկանում է, որ Տիգրանաշենը հանձնելուց հետո վերարտադրվելու իր շանսերը զրոյանալու են։ Սակայն եթե Բաքվում երկու ոտքը մեկ մաշիկի մեջ դնեն, հնարավոր է իշխանությունը հապճեպ արտահերթ ընտրությունների գնա։